Որն է ճիշտ, Versace թե Versace։ Ոնց չեմ սիրում ես այս հարցը։ Եկեք ընդունենք մի պարզ ճշմարտություն։ Աշխարհում կան հարյուրավոր լեզուներ եւ դիալեկտներ, եւ միևնույն անվանումը տարբեր լեզուներով եւ դիալեկտներով կարող է ունենալ տարբեր արտասանության ձևեր։ Չկա ճիշտ կամ սխալ։ Եթե ձեզ փորձում է ինչ-որ մեկը ուղղել, ուզում եմ ասել, պարզապես ուղարկեք նրան գրողի տոց։ Որ նորաձևության բրենդը ունի ամենաուժեղ սթորիթելինգը։ Միանշանակ Nike, առանց մի վայրկյան կասկածելու, որովհետև Nike-ն պարզապես սպորտային բրենդ չէ, Nike это ходячий мотиватор, երևի թե այն եզակի բրենդներից է, որը վաճառում է ոչ թե ապրանքը, այլ գաղափար, որը ստեղծված է իրական պատմությունների հիման վրա։ Այդ կերպ բնականաբար բրենդը ստեղծում է էմոցիոնալ կապ լսարանի հետ եւ միանշանակ ունեն փառահեղ մարքեթինգային ռազմավարություն եւ ես սա ասում եմ որպես մարքեթինգի մասնագետ։ Որ նորաձևության թրենդն է սպանել մարդկանց անհատականությունը։ Բոլոր թրենդները առանց բացառության սպանում են մարդկանց անհատականությունը։ Թրենդը ինքնին հոգեբանական ճնշման միջոց է, որը պարտադրում է բոլորին լինել միատեսակ։ Ցավոք սրտի սա միշտ եղել է նորաձևության հիմքում, բայց ամեն ինչ հնարավոր է փրկել, եթե մարդու եսը եւ անհատականությունը լինի ավելի ուժեղ, քան թրենդների ազդեցությունը։ Պարտադիր է, որ դիզայները լինի հանրային, որպեսզի դառնա նորաձևության լեգենդ։ Ոչ, նորաձևության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դիզայներները ընդհանրապես հանրային մարդիկ չէին, բայց նրանց հաջողվել է այնուամենայնիվ թողնել անջնջելի հետք նորաձևության ոլորտում, օրինակ Կրիստոբալ Բալենսիագան ընդհանրապես չէր խոնարհվում ցուցադրությունների վերջում, կարելի ասել չէր տալիս հարցազրույցներ, տվել է ընդամենը 1 թե 2 հարցազրույց իր ամբողջ կյանքի եւ կարիերայի ընթացքում եւ խուսափել է առհասարակ լուսանկարվելուց։ Նույնն էր օրինակ Մարտին Մարջելան է, բայց ամեն դեպքում նրանք կարողացան փոխել նորաձևությունը եւ թելադրել իրենց կանոնները եւ նույնիսկ հիմա 21-րդ դարում, երբ ամեն ինչ պատտվում է մեդիայի եւ համացանցի շուրջ, նման գաղտնիությունը կարող է դիտարկվել որպես ռազմավարություն եւ մարդկանց բնականաբար միշտ ավելի շատ է հետաքրքրում գաղտնիությունը։ Չմոռանաք հավանել այս հոլովակը, հետեւել իմեջին եւ մեկնաբանություններում կիսվել ձեր